Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ։ Շուրջ 4 ամիս կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ուղերձով է սկսում մեր ձևով շարժման հաշվետու ժողովը։ Փաստաբան Արամ Վարդևանյանն է փոխանցում գործարարի ուղերձը կալանավայրից, որի խոսքերը հետևյալն էին, որ ըստ Կարապետյանի մեր ձևով շարժումը զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Թող որևէ մեկը չկասկածի, չենք նահանջելու, կանգ չենք առնելու ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը, անելու ենք մեր ձևով։ Հայ առաքելական եկեղեցին փոքրիկ խմբակի հարձակումներից իր ձևով պաշտպանելու մասին հայտարարած գործարարին կալանավորած իշխանությունը անցել է բոլոր կարմիր գծերը, ասում են մեր ձևով շարժման անդամները, մշակել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրավաքաղաքական հիմքերի բարելավման հայեցակարգ, որպեսզի երբեք ոչ մի փոքրիկ խմբակի մտքով չանցնի հարձակվել եկեղեցու վրա։ Մենք ապրում ենք մի օրեր, որտեղ այս իշխանությունները անցան բոլոր հնարավոր ու անհնարին կարմիր գծերը։ Մինչ իշխանությունը կալանքի տակ է պահում գործարարին, զուգահեռ նրա համակիրների շարքերն են օր-օրի ավելանում։ Այսօր մենք հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման հիմնադրման մասին։ 1.5 ամիս առաջ ձևավորված շարժմանն արդեն միացել է 5000 կամավոր։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վստահ է, շատ շուտով տասնյակ հազարներ են դառնալու։ Մարդիկ նախ եւ առաջ վստահում են Սամվել Կարապետյանին։ Այն վստահությունը, որ մենք բոլորս ունենք, որ նա հետևողական է լինելու, շարունակելու է չգցել հայ ազգի անունը, պահպանել մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին։ Նարեկ Կարապետյանի խոսքով մարզային իրենց այցելություններով կոտրել են այն կարծրատիպը, թե Երևանից հեռու մարդիկ համակերպվել են Փաշինյանի իշխանության հետ ու անսահման գոհ են։ Կարապետյանը պնդում է, մարզերից յուրահատուկ տնտեսական առաջարկներով են իրենց դիմում, որոնք հետագայում դառնալու են իրենց ծրագրի մի մասը։ Սամվել Կարապետյանի թիմում վստահ են, միայն հզոր տնտեսությամբ է հնարավոր դառնալ տարածաշրջանում զարգացած երկիր եւ դիմագրավել բոլոր մարտահրավերներին։ Մեր երկրի ղեկավարները իրենց ժամանակի 80%-ը պետք է ծախսեն տնտեսության վրա։ Երբ մենք նայում ենք օտար երկրների նախընտրական ամբողջ քարոզարշավները, բոլորը տնտեսության մասին են։ Նայում ենք Հայաստանինը, բոլորը իրար մասին է։ Մեր ձևով շարժումն առաջարկում է ՔՊ-ի գաղութային տնտեսությունը վերածել արդյունաբերականի։ Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը վստահ է, Հայաստանում հնարավոր է արտադրել այն, ինչ հիմա ներկրում ենք։ Մասնագետի պնդմամբ շրջանառության հարկի բարձրացումը հարկային տեռոր է։ Հազարավոր տնտեսվարողներ փակել են բիզնեսը, կանգնելով արտագաղթելու վտանգի առաջ։ Շրջանառության հարկի փոփոխման արդյունքում վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում փակվել են 2000 եւ ավել փոքր եւ միջին ընկերություններ։ Իսկ դա նշանակում է, որ այդ ընկերությունների սեփականատերերը, աշխատակիցները, պոտենցիալ արտագաղթողներ են մեր երկրից։ 21-րդ դարում ազգային պետություն կառուցելու խոստում են տալիս մեր ձևով շարժման անդամները։ Այդ ճանապարհին պետք է որակապես փոխել հարաբերությունները ավանդական դաշնակիցների հետ ու զարգացնել կապերը բոլոր երկրների հետ։ Արեգա Հովսեփյանի խոսքով երաշխիքներով ապահոված խաղաղությունն է կայուն եւ ոչ թե Փաշինյանի մատուցած խաղաղության միֆը։ 3 պատերազմ բերած մարդը մեզ առաջարկում է ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։ Եկեք, սիրելի ժողովուրդ, անկեղծ լինենք ինքներս մեր հանդեպ։ Պարտության սիմվոլը մշտական գայթակղության աղբյուր է թշնամու համար նոր հարձակումներ նախաձեռնելու։ Հետևաբար, բանակցողի փոփոխությունը այլընտրանք չունի։ Ալիևի հետ բանակցողը ըստ հավաքվածների կալանավորում է իր բոլոր մրցակիցներին, որպեսզի վերընտրվի ու շարունակի բավարարել թուրք-ադրբեջանական պահանջները։ Հաջորդ շաբաթ Սամվել Կարապետյանի ազատության պահանջով հաջորդ շաբաթ Ազատության հրապարակում հանրահավաք է անելու մեր ձևով շարժումը։ Գնում ենք պահանջելու ազատություն, գնում ենք պահանջելու
Արդարություն։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։